Այս տխուր օրը ոչ մենակ հայերինն է եւ իհարկե հույներինն էլ։ Մենք կորցրել ենք նույն տարածքն ենք կորցրել, որը հիմա կոչվում է Թուրքիա, նույն մշակույթն ենք կորցրել, նույն հարազատներին ենք կորցրել, նույն գերեզմաներն ենք թողել, նույն եկեղեցիներն ենք թողել, ինչ պիտի, տեսել ենք նույն տարիներին ցեղասպանություն ենք ապրել, նույն տարիներին մեզ արտաքսել են տեղից, այն ինչ որ հիմա կրկնվում է, լինելով հունական համայնքի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, հունական համայնքի ղեկավար, ասեմ, էլի 23 թվին 2023 թվին նույն երկու ազգը թողեցին Լեռնային Ղարաբաղը ու եկան Հայաստան։ Ես իհարկե վստահ եմ, որ դա ժամանակավոր է, իրոք վստահ եմ, որ դա չի մնա սենց, եւ հույս տվեմ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ էլի կգնանք Ղարաբաղ։ Ինչ եք կարծում, որ ըստ էության ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է այսօր էլ Ադրբեջանի դրա պատճառը միջազգային հանրությունը չի գնալու, քանի որ ես հիմա որ նայենք ինչ է կատարում նույն Եվրոպայում, նույն Հունաստանում, նույն ասենք Ամերիկայում, մենք լավ էլ տենում եւ տարածաշրջանում ինչ է կատարում, գիտենք որ դա ես հույս ունեմ որ ժամանակավոր է, ես վստահ եմ, ինչ պիտի միջազգային հանրությունը տենում է հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ ու լռում է, միայն խոսում են, ու ոչ մի բան, ոչ մեկը պատասխան չի տվել, չի տալու, մենակ խոսակցությունն է։